Առավոտ շուտ էլի սրտիկել է վարչապետը։ Ում։ Այն քննիչներին, որոնք ընդամենը մեկ օրում տասնյակներով են ավելացրել գյումրեցի ձերբակալվածներին։ Եթե ես 3 ելույթ ունենայի, ապա պետք է ասեի, որ Հայաստանի Հանրապետությունում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ։ Այսօր ցավով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա 40-ից ավել քաղբանտարկյալ։ Հայաստանի երկրորդ քաղաքում շարունակում են բանտել այն քաղաքացիներին, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալելու ֆոնին։ Այսպես ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատն ուր է, որտեղ մարդիկ 2-3 օր լուրջ ունեն իրենց հարազատներից։ Արդեն 3 օր է Գեգամ Մանուկյանը ձերբակալվածների պահման վայրից վայր է գնում, ցուցակագրում հարազատների համար այսպես ասած անհետ կորածներին։ Ըստ падգամավորի, նրանց մեջ նաև կանայք կան։ Վերանում եմ Վարդան Ղուկասյանից, նույնիսկ վերանում եմ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներից։ Ես խոսում եմ պարզ այն մարդկանց մասին, որ բերման են ենթարկվել բանվորական հագուստով։ Ակցիա անող քաղաքացուն ահաբեկչի նման են վերաբերվում։ Մարդուն 3 օր երեք պահել են, բերել են, ժամը լրացած է եղել։ Քնչականից թողել են դուրս։ Մարդը դուրս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել։ Հոգեբանորեն ճզմում են, վախեցնում, շարունակում է падգամավորը։ Քնչականում արդեն 1 տարի է սկզբունք է արգելք դնել բոլոր տեսակցությունների վրա։ Ժելեզնի արգելք են դնում։ Որ падգամավորներն էլ չկարողանան տեսակցել բանտված քաղաքացուն ու նա իրեն մենակ ու մերժված զգա։ Ճիշտ է, մենք ենք, ես որքանով հիշում եմ օրենքը բերել, որ նա քննիչը կարա падգամավորին արգելի, որ մտնի, ես կարծում եմ այդտեղ քննարկելու բան կա։ Բերեք քննարկենք։ Ու մինչ ազգային ժողովի նախագահը խոստանում է քննարկել ձերբակալվածների տեսակցությունների մասին հարցը, իրավապահները գործում են ըստ ԱԺ փոխնախագահի 2 օր առաջ հրապարակած սև ցուցակի։ Ռուբինյանը հեռախոսի մեջ է պահում ընդդիմադիր համայնքապետերի ցանկը։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորությունն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ու մեկ կալանավորելու։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց, նա հասարակական կարգ խախտելու, բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու մեղադրանքով 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտվեց։ Ռուբինյանի սև ցուցակը կարդալուց 1 օր հետո Համբարձումյանն անգամ հնարավորություն չունեցավ ներկա լինել իր գործով դատավճռի հրապարակմանը։ Ու այո, պետք է այդ մարդիկ գնան փտեն բանտերում։ ՔՊ-ն ուզում է, որ իրենց խոսքով իշխանությունը զավթելու հրապարակային կոչ արած Միքայել arczepiskopos Աճապահյանը բանտում մնա ոչ թե 2, այլ 2.5 տարի։ Գլխավոր դատախազության նոր միջնորդությունը բանտարկությունն ավելացնելու մասին է։ Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկելու կադրերը տեսել եք։ Ինչ էր արել այդ մարդը, տերորիստական ակտեր այդ պահին իրականացնում, որ բազմաթիվ ոստիկաններով փողոցի մեջտեղը փռեցին գետնին։ Ինչ էր անելու այդ ընթացքում, գրառումներ շարունակելու։ Այդքան սինխրոն Ադրբեջանի հետ իրավապաշտպաններին կալանավորում են բռնապետական այդ երկրում, հիշեցնում է ընդդիմադիր падգամավորը։ Ռուբեն Մխիթարյանին դրա համար կալանավորեցիք, այդ մարդը ձեռքերը պարզած հավաքի ընթացքում ասում էր հանդարտվեք։ Փաշինյանական Հայաստանում անգամ բանտված ընդդիմադիր падգամավոր կա, Արթուր Սարգսյանը, շարունակում են ընդդիմադիրները։ Ոնց է լինում ժողովրդավարական երկրում բոլորին գաղտնալսում են։ Միայն չգիտեմ, մեր երեխեքին եք արդեն գաղտնալսում, թե չէ, մենակ այդտեղ մի փոքր կասկած ունեմ։ Ընդդիմացողներին համ գաղտնալսում են, համ էլ ձայնագրությունները մոնտաժով կեղծում, տարբեր լեզուներով տարածում։ Մեզ ծափ չես տա, խայտարակ կլինես։ Հովիկ Աղազարյանը վկա, շարունակում է Աննա Գրիգորյանը։ Մի սուրբ մարդ։ Հենց դուրս եկա, որովհետև չկատարեց Նիկոլ Փաշինյանի հրամանը, քրեական գործերը շալակած նստած է։ Չի կարող լեգիտիմ կառավարիչը, որը որ ուժը ամեն ինչը իր ձեռն է, ամեն ինչի նկատմամբ, ամեն ինչի համար բիրտուշ կիրառել։ Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում ժողովրդավարությունը կոխրճելու մի նոր օրինակ ունի Գառնիկ Դանիելյանը։ Ապիկարությունը հասել է այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս իմ ընկերների հիշատակի ծաղիկներ խոնարհելու։
ասելով որ այս մարդը եթե ձեզ հետ է, մենք չենք կարա ձեզ թույլ տանք։ Ամոթ է։ Եվ ուրեմն, ինչպես հավատալ Փաշինյանական սրտիկների անկեղծությանը։ Սրտիկներ, որ արդեն Այո, կրկնօրինակում են նաև թիմակիցները։ Սրտիկ շնորհակալ եմ։ Ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։